Հələ եկեք հայերով տեսնենք տատիկ այսօր ինչ է պատրաստում։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ քաղցրավենի։ Տան անդամները, թորնիկները շատ են սիրում, այս գաթան կոչվում է գյումրվա սենի։ Այսօր որոշել եմ սա պատրաստեմ, սիրելիներս։ Չգիտեմ, ես ումից որ սովորել եմ տարիներ առաջ, ինքը գյումրեցի եւ ինձ ասեց, որ այս թխվածքի անունը գյումրվա սենի է։ Հիմա ես այդպես էլ կասեմ, եթե դուք գիտեք ուրիշ անուններ, ինչպես է կոչվում, գրեք կոմենտներում սիրելիներս։ Վերցրել եմ 800 գրամ ալուր, 200 գրամ շաքարավազ, 1 հատ դեղնուց, 500 գրամ կարակ սիրելիներս։ Շաքարավազը, դեղնուցը, մի թեյի գդալ, այսպես լիքը սոդա եմ գցում։ Հիմա կարակն եմ գցում սիրելի հետևորդներ ջան։ 1 պաճկա սիրելիներս վանելին։ Հիմա խառնում ենք։ Պետք է լավ այսպես իրար հետ հավասարեցնենք։ Հիմա սիրելիներս պետք է մեր տապակի մեջ սիրուն այսինքն հավասար ցանկացածը պետք է միացնեմ իրար։ Հիմա արդեն տապակացրեցի։ Հիմա կսեմ ձուն, հետո կկտրատեմ։ Նոր դնեմ գազօջախի մեջ։ Սա այսպիսի տեսք ստացավ, հիմա կտրելուց հետո, հիմա պետք է դնեմ գազօջախի մեջ։ Պետք է էպվի 150 աստիճանի տակ, վերև ներքև։ Կհանդիպենք սիրելիներս պատրաստ լինելուց հետո։ Սիրելիներս մոտեցավ ավարտին։ Հարգելիներս, մեզ մնում է հիմա կտրել, ճաշակել, ինչպիսի համ ունի մեր թխվածքը։ Հիմա փորձեմ ձեր ներկայությամբ դուք տեսեք։ Տեսեք, մի քիչ ցածր է եղել, որովհետև իմ տապակը շատ մեծ էր։ Նորմալ ես պատրաստում եմ միշտ մի քիչ նեղոտ ու խորոտ տապակի մեջ։ Այս անգամ ես ունեի ձեռքիս տակ, շուտ սրա մեջը դրեցի, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ես կփորձեմ, շատ լավ է ստացվել, մեջը էպված, սիրուն։ Նայեք սիրելիներս։ Ոչ վառվելա, ոչ մի բան։ Հարգելիներս, համեղ քաղցրությունը տեղը, յուղայնությունը տեղը, ամեն ինչը տեղը, անմահական համ ունի։ Մեզ մնում է հետևել, հավանել և բաժանել սիրելիներս։ Սիրում եմ ձեզ շատ, ձեր սիրելի Ռոզա տատիկ։